Ժողովուրդ ջան, չգիտեմ, թե իրավապանները ճանապարհատրանսպորտային պատահարների մասով ինչ վիճակագրություն են բերում, բայց հաստատ գիտեմ, որ բանը բանից անցել է։ Քիչ անց ձեզ ենք ներկայացնելու 6 պատահար, ինչի հետևանքով վիրավորվել է ուշադրություն 17 մարդ։ Մահացածների մասին չեմ խոսում, 4 զո։ Ու որքան էլ իրավասուները պնդեն, թե պատճառը մեքենաների շատ լինելն է, չեմ հավատա։ Պատճառը վարորդների արհեստավարժության բացակայությունն է։ Հա, էլի թող ավելանա մեքենաները, բայց այդ մեքենաները վարում են վարորդները, որոնց միստվար զանգված բացարձակ բոբիկ է ճանապարհային երթևեկության կանոններից։ Այդ դրա համար էլ նման պատկեր ենք ունենում։ Չէ, մի, թե բա մեքենաները շատացել են։ Հեսա խնդրեմ, վառ օրինակ, մեքենաների, մասնավորապես Պազի ու Ինֆինիթիի վնասվածքներից երևում է, որ վարորդներից մեկը չի հասկացել, թե ով պետք է ում զիջի, կամ էլ փորձել է на свой страх и риск առաջինը անցնել։ Դե գիտեք, հայ վարորդների համար զիջել, հանդուրժել ու նման կարգի հասկացությունները շատ խորթ են։ Վերջում էլ արձանագրվել է այս պատկերը։ Պատկերը հլը ոչինչ, հետևանքներն է կարևոր։ Իսկ քանի որ Պազում մարդիկ են եղել, ի սկզբանե էլ ենթադրեցի, որ վիրավորների թիվը մեծ կլինի։ Ենթադրություններս տեղին էին։ Մյուս ավտոն ուր է։ Մեկի չերու։ Ժամը 19:15-ի սահմաններում Ոսկեվազ եւ Ագարակ գյուղերի խաչմերուկում մարդատար ավտոբուսի Ինֆինիտիի ու Լադայի բախման հետևանքով ուշադրություն 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին աշտարակ բժշկական կենտրոն։ Նրանց տեղափոխմանը մասնակցած քաղաքացիները պատմում էին, մեջբերում եմ, այնքան վիրավոր մարդ կար, որ չգիտենք, որ մեկին օգնենք։ Այդ հանգամանքը պետք է նաև վարորդները հաշվի առնեն, նախքան ոտքը գազի ոտնակին տանելը։ Հավաքվածները նաև կարծիք են հայտնում, որ գուցե պատճառը Պազի արգելակման համակարգի խափանումը լինի, այսինքն վարորդը տեսել է, որ Ինֆինիտին խաչմերուկում փորձում է մանևր կատարի, բայց արգելակները տեղի են տվել, չեմ վիճի, բայց դրանով վարորդի մեղքը չի նվազում։ Եթե այս վարկածը դիտարկենք, ապա Պազի վարորդը մարդ տեղափոխելու պատասխանատվության տարրական գիտակցում պետք է ունենար ու շատ հաճախ մեքենան ստուգել տար։ Չնայած ինչ եմ ասում, պատասխանատվությունը մի բան է, որ կամ մեջդ լինում է, կամ ոչ։ Մի խնդրեմ այս կարմիր դոջի վիճակը նայեք, այսինքն ինչ վիճակ, իրավիճակը, ման էի գալի հարևանությամբ մեքենա, մտածելով, թե վթարի հետևանքը չէի գտնում, դե ոնց գտնեմ, եթե չկա մեքենա։ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող Երեքնուկ կամրջի Բետոնե Հենասյանն է ժամը 17-ի սահմաններում մեծ արագությամբ բախվել դոջը, որ արագությունը մեծ է եղել, կարելի է ենթադրել դրա ստացած վնասվածքներից։ Փաստ է նաև, որ բախման պահին մեքենայում բացի վարորդից եւս 4 ուղևոր է եղել։ 5-ը վիրավոր ասպերուս երեխա։ Շատ վշտացա եւ տեղեկացա, որ 5 վիրավորներից 2-ը անչափահասներ են, որոնց օգնության հասած շտաբօգնության բրիգադները տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Ասացին, որ վնասվածքները միջին ծանրության են ու նրանց ու մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Միակ ուրախ լուրը, իսկ լուրերը այսքանով չեն ավարտվում։ Մինչև տեղի ունեցածի հետևանքներն էի արձանագրում, բարեկները տեղի ունեցածի մասով օպերատիվ տեղեկություն ստացան, որի բովանդակությունը անկեղծ ասած շատ չզարմացրեց։ Իսկ երևի երեխու գլխարկն է, գիտես։ Оказывается, վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։ Լրիվ տրամաբանական է, որովհետև սենց օրը ընկնելու համար վարորդը պետք է զոռով ղեկը ուղղեր դեպի կամուրջի հենապատ։ Փաստորեն դա արել է, բայց ստիպված։ Հիմա կարող եք ասել, թե ինչ տարբերություն կա վթարային իրավիճակ ստեղծած ու հեռացած վարորդի նապաստակի միջև։ Երևի վախից տակը արել է, որ չի մնացել ու իր պատճառով նեղ ննկած մարդկանց օգնություն ցուցաբերել։ Եթե դու հիմա նայում ես այս ռեպորտաժը, ուզում եմ ասել, որ դու Սասնա ծռեր էպոսի ցռան վերգոն ես։ Հիշի դա ու այդ գիտակցությամբ էլ ապրի։
Նմանատիպ իրավիճակ, բայց ի տարբերություն նախորդի, այս դեպքում երկրորդ մեքենան գտա։ Էն էլ ավելի լավա չգտնեի։ Ստեղ էլ էր փորձ արվում կատարվածի մասով նույն արդարացումը բերել, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Կեսօրին մոտ աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհատվածում վերգետնյա անցումի հարևանությամբ, ինչպես տեսնում եք, իրար են բախվել Hyundai-ն ու Bid-ը։ Ով այս ճանապարհին ծանոթ է կհաստատի, որ այստեղ վարորդները սիրում են արագություն զարգացնել, բայց դրա հետ մեկտեղ պետք է նաև կարողանալ մեքենան կառավարել, ինչը փաստորեն ոչ բոլորի մոտ է ստացվում։ Ինչպես տեսնում եք, բախման հետևանքով էլեկտրամոբիլը կողաշրջվել ու հայտնվել այդ ճանապարհի մեջտեղում, իսկ Hyundai-ին գլխիվայր է շրջվել։ Այս պատարի մեջ էլ միակ ուրախալի լուրը այն է, որ վարորդները լուրջ վնասվածքներ չեն ստացել ու հրաժարվել են բժշկական օգնությունից։ Չնայած ասել եմ ու կասեմ, որ անկախ ձեր զգացողություններից ու վիճակից պետք է միանշանակ գնալ հիվանդանոց, ներքին արյունահոսություն ու նման կարգի բաներից ոչ ոք ապահովագրված չէ։ Ինչևէ, ինչպես նախորդ դեպքում, այս անգամ էլ Hyundai-ի վարորդը նշել է, որ ինչ-որ մեքենա է իր համար խոչընդոտ ստեղծել։ Ինքն էլ խուսափելով վթարային իրավիճակից փորձել է մանևրել, սակայն մեկ այլ փորձանքի է հանդիպել։ Սակայն որոշ ժամանակ անց, ստանալով վթարի բացառիկ կադրերը, հարցականի տակ է սառնում Hyundai-ի վարորդի խոսքերը։ Ես իհարկե կարող եմ երկար մեկնաբանել կադրերը, բայց թող դա անեն իրավապանները, որովհետև չի բացառվում, որ գործը գնա դատարան, իսկ այդ դեպքում մեկնաբանություններս կարող են իմ դեմ ուղղվել, թեև ամեն ինչ էլ պարզ է։ Տեղեկացա նաև, որ Bid-ը վարել է Աչափնակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանը։ Փաստորեն, ձախորդությունները Գևորգի հետևից ընկել ու պոկ չեն գալիս։ Երանի քո հավեսին աղջիկ ջան, ես էլ կուզեի տենց անդարդ մանգայ, բայց ինչ անդարդ, երբ դարդերը նոր են սկսվում։ Նկատի ունեմ մավան ելքով պատահարները, որոնք կազմում են տեսանյութի ուղիղ կեսը, ու սկսեմ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում տեղի ունեցած վրաերթից, երբ այս կամ այն դժբախտ պատարից երեխա է մահանում, մի տևական ժամանակ ինչ չեմ գտնում։ Էլ չեմ խոսում այս կարգի պատահարի մասին, երբ երեխային վրաերթի ենթարկողը Կամազն է։ Երևի հասկացաք, որ երեխային իսկ տվյալ դեպքում խոսքը 13-ամյա աղջնակի մասին է։ Վրաերթի ենթարկելուց հետո Կամազը բախվել է քարե պարսպին եւ կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։ Չգիտեմ, արդյոք բեռնատարի այս վիճակում հայտնվելու պատճառը այն է, որ վարորդը փորձել է խուսափել վրաերթից, թե այդուհանդերձ մեքենայի արգելակները չեն պահել, կպարզի նախաքննությունը։ Փաստն այն է, որ անչափահաս աղջնակը վրաերթի հետևանքով տեղում մահացել է։ Փրկարարներն էլ մի տևական ժամանակ հատուկ տեխնիկայի օգնությամբ փորձում էին մեքենայից դուրս բերել վարորդին։ Գազախողովակն լավ են ասվի, հա։ Իսկ պատասխան փլուզել է, էլի։ Կոն երեխուն բան չլներ, խեղճ երեխուն։ Տասից հետա ուրախ-ուրախտում։ Լվացում են անում, բայց մի հատ քննիչից ճշտեք, կաղա, վսյո, որտեղ հետքերը բանը նկարելու համար էլի քննիչը։ Լավագույն ցանկության դեպքում էլ հետքերը չեն կորի։ Կամազի վարորդը նենց ավերածություն չի գործել, որ հետքերը կորեն։ Երբ հիվանդանոցից դուրս գա, պարտավոր է մի շարք հարցերի պատասխանել, ասենք, արդյոք մեծ արագություն է ունեցել, երբ է վերջին անգամ մեքենան ստուգել կամ իր տեսողությունը ստուգել։ Նաև պետք է որոշակի բացատրություններ տա երեխայի սքացող ծնողներին։ Այո, անկախ ամեն ինչից մեղքը վարորդինն է, ու նա պետք է դրանով ամբողջ կյանքն ապրի։ Թե երբ են բեռնատարների վարորդները հասկանալու, որ այդ անտերը քշելը թթու թան չի, ամեն մարդու բան չի, չգիտեմ։
ումա ծանոթ սենց խոսակցություն։ Ադեսրանք չեն կարում ասֆալտը գիշերը փռեն, երբ մեքենա չկա, ինչու գիշերը գծանշումներ չեն անում, ծանոթ խոսույթա չէ, ես էլ եմ շատ լսել ու համաձայն եմ, որովհետև հակառակ դեպքում փողոցներում խցանումներ են առաջանում ու ոչնչանում վարորդների նյարդային համակարգը, դեմա ուշադրություն, գիշերը երկուսի սահմաններն է, Աշտարակի խճուղու Սամվել Գևորգյան փողոցի թիվ 100 կոտորակ 6 հասցեի դիմացի հատվածում ենք։ Ափալ-թափալ հասել եմ ազանգի հետքերով, թե բա շուտ հասի, մահացու ելքով վրա երթա, վարորդն էլ փախուստի չի դիմել։ Այս գծանշում անորներն են երևի։ Ոչ։ Լկտի ձևի ակշելար ասա։ Իսկ գիտեք ումա այս Նիսանի 32-ամյա վարորդ Հայկը վրաերթի ենթարկել։ Ճանապարհին գծանշում իրականացնող Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդանին։ Այո, գիշերը ժամը 2-ի սահմաններում, բա անընդհատ չենք պահանջում գիշերը իրականացնել նման աշխատանքներ։ Հենա իրականացնում են։ Իսկ դու ինչ իրականացրիր, պարոն Հայկ, ու եթե հաշվի ենք առնում փաստը, որ հարվածի հետևանքով մահացածը 80-ից 100 մետր շպրտվել էր, իսկ վրաերթից հետո Նիսանը նաև անցել էր բաժանարար գոտին, կոտրել ծառն ու հայտնվել դեպի Երևան ընթացող ճանապարհին, կարելի է պատկերացնել, թե ինչ արագություն է զարգացած եղել Նիսանի վարորդը։ Կա որոնք բանը լրիվ ապահովված եղել անվտանգություն, բաները դրած է եղել։ Բա դու չես տենում հերվից պարեկայինի ավտոները կանգնած։ Այսքան շպրտի արա։ Աստեղից ինքը դուրս եկե, նայ, բազալտե եզրաքարին։ Ինչքան հարված ուժեղ լինի, որ աշխատողին շպրտի նայ որտեղ։ Այո, արագությունը երբեք էլ խեր չի բերի։ Այդուհանդերձ, վարորդը իսկապես փախուստի չէր դիմել։ Նրան ենթարկել են սթափության փորձաքննության, պարզվել էր, որ սթափ է։ Ու չեմ կարողանում հասկանալ, եթե մահացածը գործընկերների հետ գծանշումներ կատարելիս պահպանել են անվտանգության անհրաժեշտ բոլոր կանոնները, տեղադրել էին նշաններ, լուսային փարոսիկները, միացված ծառայություն էին կատարում պարեկները, ինչպես է Հայկը նման դժոխային արագության պատարի հեղինակ դարձել։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ ղեկին աչքը կպած է եղել, թեև մյուս կողմից էլ այդ ժամերին վարորդները սիրում են դժոխային արագություններ զարգացնել։ Լնային ներքի դույլը ինչ է եղել, նայ։ Չկա արգելակման հետ ընդհանրապես չկա։ Եվ վերջում Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած ավտոպատահարի մասին։ Չմեռանք, այս կամրջի վրա էլ վթարի ականատես եղանք։ Էն էլ այնպիսի վթարի, որը ողբերգական ավարտ ունեցավ։ Այ մարդ, ես չեմ հասկանում։ Երեկոյան 21:50-ի սահմաններում, երբ այս հատվածում ծանրաբեռնված երթևեկություն է, ոնց կարող ես մեծ արագություն բացես, որ այս օրն ընկնես։ Ուղեղիս մեջ իրոք չի տեղավորվում, ժողովուրդ ջան։ Այդուհանդերձ, փաստն է, որ BMW-ի, Nissan-ի ու Mercedes-ի բախումն այնքան ուժգին է եղել, որ BMW-ն հայտնվել էր կամրջին տեղադրված երկաթե պաշտպանիչ խողովակի վրա։ Շատ լուրջ վնասվածքներ է ստացել նաև Nissan-ը։ Քանի ավտոյա։ Այս երկուսն է, չէ։ Իրավապանները կպարզեն շղթայական վթարի պատճառը, իսկ հա վիճակագիրները արդեն պարզել են, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն։ Նրանց բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարները դադարեցրել էին BMW-ից դիզ վառելիքի արտահոսքը։ Պատկերացնում եմ, եթե դեպքի վայր հասնեի մի քիչ շուտ, սարսափելի ինչ տեսարանի ականատեսն էի լինելու։ Ասացին, որ վիրավորների վիճակն այնքան էլ լավ չէ, հատկապես BMW-ում գտնվածների։ Ցավոք, հորատեսական կանխատեսումները զուր չէին։ 3 վիրավոր է, հա։ 7-րդն է, չէ, 7-ն է, հա։ Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, Արմենիա բժշկական կենտրոնից ազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Խոսքը BMW-ի ուղևորի 23-ամյա Լորիսի մասին է։ Հետաքրքիր է, որ եթե Nissan-ի ու Mercedes-ի վարորդների ինքնությունը հայտնի էր, ապա դեպքից մի օր անց էլ իրավապաններին չէր հաջողվել պարզել, թե ով է եղել BMW-ի ղեկին։ Իհարկե, դա պարզելը ժամանակի հարց է։ Չգիտեմ, գուցե վիրավորներից մեկն է եղել ղեկին։ Փաստն այն է, որ Կիևյան կամրջին վթարի դեպքի մասին չգիտեմ էլ երբ ենք լսել, որ ասում եմ, սա խառնվել է իրար, չեք հավատում։ Այստեղ է բախվել, հա։ Էսի արդեն հովացում եք, չի անում։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։